Անի կենտրոնի հիմնադիր վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը մասամբ ապատեղեկատվություն եւ մասամբ մոլորեցնող է որակում ԱԳՆ հայտարարությունը, թե երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը մերժվել են Լեռնային Ղարաբաղի կողմից։ Վերլուծաբանի գնահատմամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ըստ էության Ստեփանակերտին է մեղադրում բանակցությունները տապալելու համար։ ԱԳՆ-ն ազատության հարցմանն ի պատասխան օրերս անդրադարձել էր Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ալիևի այն հայտարարությանը, թե մեջբերում եմ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Ազատությունը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր, արդյոք դա այդպես է եղել։ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման, այդ թվում եւ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաեւ միտված երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Արցախյան կողմը Սոֆիա Տասնամյակներով Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող Թաթուլ Հակոբյանը սակայն հակադարձում է իր ունեցած վստահելի տեղեկություններով միանշանակ չէ, որ Արցախն է 2023-ի ամռանը մերժել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները Սոֆիայում, ապա Բրատիսլավայում, ինչպես պնդում են իշխանական շրջանակները։ Ըստ Հակոբյանի 2023-ի հունիսին Սոֆիա գնալու հետ կապված Արցախի իշխանությունը երկու հիմնական դժվարություն ուներ, որի պատճառով էլ մերժել է այդ հանդիպման առաջարկը։ Առաջինն այդ հանդիպումը նախաձեռնող ԱՄՆ-ն առաջարկել էր դրա մասին տեղյակ չպահել ռուսներին, ինչն ըստ վերլուծաբանի անդրամաբանական էր, քանի որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը 2020-ից հետո հենց Արցախում խաղաղապահներ տեղակայած Ռուսաստանն էր։ Երբ արցախցի դիվանագետները տեղեկացրել են այդ հանդիպման մասին ռուսները Արցախի իշխանություններին խորհուրդ չեն տվել կամ եթե կուզեք թույլ չեն տվել, որ այդ հանդիպմանը մասնակցեն։ Երկրորդ լուրջ հանգամանքը, որի պատճառով Արցախի իշխանությունները Սոֆիա չեն մեկնել, ըստ վերլուծաբանի Բաքվից հնչող վերջնագրերն էին։ Բաքուն Ստեփանակերտի հետ միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինտեգրումը։ Արցախյան կողմն է հիմնականում մերժել Սոֆիայի հանդիպումը։ Սրա հետ կապված նաև ես ուզում եմ մի կարևոր բան ասել։ Մենք դեռևս չգիտենք, եթե նույնիսկ Արցախյան կողմը համաձայնել, արդյոք Ադրբեջանը գնալու է այդ հանդիպմանը թե ոչ։ Բայց նաև փաստ է, որ արդեն օգոստոսի 1-ին նախատեսված Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հանդիպումը ուղղակիորեն մերժվել է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, ասել, որ ամբողջ պատասխանատվությունը բարթել Արցախյան կողմի վրա, ես համարում եմ ոչ միայն անարդարացի եւ այլև ճիշտ չեմ համարում, այսինքն այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն, որ Ադրբեջանն այդ օրերին վերջնագրեր էր ներկայացնում Ստեփանակերտին 2023-ի հունիսի վերջին Արցախի խորհրդարանում բացահայտ հայտարարում էր նախագահ Արայիկ Հարությունյանը, պնդելով Ադրբեջանը պահանջում է լուծարել պաշտպանության բանակը, պետական կառավարման համակարգը եւ դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Բաքվում ես այդ մի թեմա է քննարկում այսօր։ Ինտեգրացիայի թեմա, երկրորդ թեման չի քննարկում։ Եթե Բաքուն միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ ինտեգրացիա Ադրբեջանի կազմում, որքանով է արդարացի մեղադրել Արցախին, եւ արդյոք Հայաստանի իշխանությունները Ստեփանակերտի համար այդ բանակցություններում նպաստավոր իրավիճակ ստեղծել էին։ Թաթուլ Հակոբյանն ասում է, թե հեշտ ու նաեւ անպատասխանատու է հետահայաց դատողություններ անել, թե պետք էր գնալ Ադրբեջանի նախապայմանները կատարելու ճանապարհով, թե ոչ։ Բայց այստեղ մեղքը միայն Հայաստանի իշխանություններինը չէ։ Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է, երբ ժամանակին Փաշինյանը հայտարարեց, որ պետք է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում, այդ հայտարարությունը կոշտ քննադատության արժանացավ Արցախում։ Եթե հնարավորություն լիներ, որ արցախցիները առանց կարգավիճակի անգամ մնային իրենց տոհմիկ հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ, ապա ինչու ոչ գուցե նաև պետք էր ընդունել Ադրբեջանի ուրեմն այս նախապայմաններն ու վերջնագրերը, բայց արդյոք կար մի իշխանություն ընդունել ինտեգրացիա, այո, անվտանգությունը ամբողջությամբ հանձնել Բաքվին, դա ինչպես էր հնարավոր, եթե պաշտպանական բանակ այլևս չէր լինելու։ Դե գիտեք ինչ կա, հիմա սրա հետ կապված ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, բայց ուզում եմ ասել, իսկ այսօրվա վիճակը ավելի լավ է արցախցիների։ Գիտեք, միշտ պետք է համեմատել, թե ինչ էինք ստանալու եւ ինչ ունենք հիմա։ Եթե մենք ժամանակին այս
աղետը կարողանայինք կանխատեսեին եւ ավելի ինչ ասեմ, ավելի մեր հնարավորություններն ու միջազգային իրավիճակը ճիշտ գնահատեինք, ապա գուցե այո առանց կարգավիճակի հնարավոր լիներ դա, բայց ես չեմ ասում հնարավոր կլիներ։ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ տեղստեյության ԱԳՆ-ն Արցախին է մեղադրում Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելու ու նաև Լեռնային Ղարաբաղը լուծարելու համար, հայտնվել է ոչ միայն վերլուծաբանների, այլև պաշտոնաթող դիվանագետների սուր քննադատության թիրախում։ Դիվանագետների համահայկական խորհուրդը, որի կազմում է նաև Փաշինյանի իշխանության ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, փոխնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, այսօր տարածած հայտարարության մեջ արտգործնախարարությանը մեղադրել է փաստերը նենգափոխելու մեջ։ Պաշտոնաթող դիվանագետների համոզմամբ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու առանցքային պատճառը Փաշինյանի կողմից Պրահայում 2022-ին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը լուծարելու հրամանագրին, ապա դիվանագետների համոզմամբ այն չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել։ Դիվանագետների համոզմամբ Հայաստանի արտգործնախարարությունն իր այս հայտարարությամբ օգնում է էթնիկ զտում, ցեղասպանական գործողություններ ու շրջափակում իրականացրած Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից։ Արտգործնախարարությանը քննադատել են նաև ընդդիմադիր ուժերը։ Դաշնակցության գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ԱԳՆ հայտարարությունը որակել է հակահայ եւ հակապետական, շեշտելով, որ փորձ է արվում Արցախի հանձնման եւ Արցախի հարցը փակելու մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթին ԱԳՆ հայտարարությունը որակել է, մեջբերում եմ, սեփական հանցագործության քողարկում։